Ձեր կարծիքով ինչի համար են ասում, որ մենք չընտրվենք պատերազմ կլինի։ Անկախություն չի լինի, ինքնիշխանություն չի լինի, տրիպը չի լինի, արհեստական բանականություն չի լինի։ Գևորգ Պապոյանն էր ասում, էկոնոմիկայի նախարար։ Տեսեք, Օրինակ իրանք պարտվեն ուրացողություն չի լինի, հանձնվել չի լինի, ինքնասիրություն կունենանք։ ես մի բան ասեմ, Լիքը լավ բան կլինի։ Հայաստանի դրոշի, անկախության, նաև էլի արժեքները ավելացնենք մայրաթորի, հիմնի, ներկայությամբ եւ արկայությամբ մենք մեզ պետք է զգանք շատ փոքր եւ անկարևոր եւ աննշան եւ մեր թշվառ եւ փոքրիկ անձերը չպետք է շահկապենք այդ մեծ արժեքների հետ եւ այդ արժեքների գոյությունը պայմանավորենք մեր թշվառ գոյությամբ։ Պարզացեցի, ինչ եթե այդ մարդը Եվ չկա, չէ՞։ պապան, դու ով ես, որ խոսում ես այդ տոնով անկախության մասին, դու ով ես։ Այն Ինչ չասեմ ես չլինեմ, ասում եմ մենք որ չլինենք։ Մենք սաղս որ պարտվենք, ասում եմ։ ԿՊ-ն էլի ասում եմ, ԿՊ-ն պարտվի անկախություն չի լինի, ինքնիշխանություն չի լինի։ Ես ինչ եմ մտածում, որ այսքան անկախությունից են, չէ՞ խոսում։ Հիմա նայ, նույն ասորիսի ժամանակ հայտարարեց, որ ինքը գտնում է, որ նոր սահմանադրության մեջ չպետք է լինի հղում անկախության հռչակագրի։ Okay։ Անկախությունից խոսացող մարդիկ ոնց կարան ուզենան Ալիևի պահանջով բնաջնջեն Հայաստանի անկախության հռչակագիրը։ Ոնց։ Գալի մի բան հիշեցնեմ։ Այսինքն դա արդյոք չի նշանակում, որ մենք այդ հանրակրվեի արդյունքում կարանք չլինենք էլ որպես պետություն։